Sì, questa è una espansione. Non è stata già segnata Espanya, բնակիչների անցկացնում։ Այստեղ նաև ընդունում քաղաքացիների, որը նաև տեսախցիկով վերահսկվում է։ Հյուպատոսական ընդունելությունները այստեղ է։ Ունենք նաև հյուպատոսի գրասենյակը աշխատանքային, որը նորից հագեցած անհրաժեշտ ամբողջ տեխնիկայով։ Սենյակն է, համակումների սենյակն է։ Պատասխանում է բոլոր զանգերին, այդ թվում վերջի օրերին բավական զբաղված է եղել հենց քաղաքացիների զանգերին պատասխանելով, օժանդակելով նաև դիվանագիտական մասնակցություն։ Արդեն դեսպանի գրասենյակն է, որտեղ ինքս աշխատում եմ։ Ողջությամբ չեք կահավորվել, չէ՞, դեռ ինչ-որ բաներ կան։ Շատ չնչին բաներ, բայց հիմնականում լրիվ կենսունակությունը դեսպանության ապահովված է, ոչ մի խնդիր չկա։ Եվ իհարկե ունենք։ Այո։ Հանրարնա երևում է ամբողջ Մասկատը, կարելի է ասել։ Ես տեսնում եմ դեսպանություններ շատ կան հարևանությամբ։ Մոտավորապես 60-ից ավել դեսպանություններ կան Մասկատում հավաքված Օմանում, որոնցից առնվազն 50-ը այստեղ են, այս թաղամասում են։ Դրոշներ, Ավստրիա, Լիբանան, Թուրքիայի դրոշն է այնտեղ, եթե չեմ ստանում։ Աֆղանստանն է, այնտեղ Բրազիլիան է, Ռուսաստանի դեսպանությունն է, Բանգլադեշն է։ Այսինքն կարծում եմ, որ թաղամասն է հարմար Թաղամասը լավագույնն է, որովհետև ինչպես ասեցի, հիմնականում 50-ից ավել դեսպանություններ գտնվում են հենց այստեղ եւ նաեւ ինքը հասանելի է պետական բոլոր հիմնարկներին, պետական լրիվ մոտ են, անմիջապես երևի 500-ից 1 կիլոմետր սենց հեռավորությամբ եւ արտաքին գործերի նախարարությունը այս ուղղությամբ մոտավորապես 10 րոպեվա մաքսիմում հասանելիությամբ է։ Անվազն 4 մեքենայի կայանատեղի, որը ծածկով չէ, 3 մեքենա կարելի է ծածկի տակ։ Շատ ներկայանալի է եւ էքստերիերը, եւ տեղադիրքը, դեսպանության եւ ներսը հարմար։ Օմանյան ոճի դեսպանության, ճարտարապետության ոճի դեսպանություն կառուցված է։ Սա օժանդակ շինությունն է։ Օժանդակ շինություններն այլ լրիվ մեր տրամադրության տակ են եւ նաեւ բակը, որտեղ արդեն մենք իրականացնում ենք որպես ընդունելությունների համար